Հայ առաքելական եկեղեցին հաղորդական միության մեջ չի կաթոլիկ եկեղեցու հետ։ Քույր եկեղեցիներ են, լավ հարաբերությունների մեջ են, բայց հաղորդական միության մեջ չեն, այսինքն մեկը մյուսից հաղորդություն չի վերցնում։ Սա կարևոր բան է եւ կան ուղիղ արգելքներ, որ կաթոլիկների հետ հաղորդական միության մեջ մտնողները դուրս են դրվում այս եկեղեցուց։ Այսինքն դու ում հետ ես։ Եվ դեռ նաև չէ որ կան ծիսական եւ աստվածաբանական տարբերություններ պատարագի մատուցման մեջ ջրի խառնելը գինուն, որը կաթոլիկները ունեն, հացը միայն եւ առանց գինու հաղորդվելը, այսինքն սա կոնկրետ այստեղ լուրջ աստվածաբանական խնդիրներ էլ կան։ Դա ինքնանպատակ արգելք չի։ Եվ եթե այդ մարդը իսկ այդ մարդը ուղղակի ինքը գիտես ոնց ինքը չի հաղորդվում, ես ախր այն անգամ էլ ասեցի, ինքը չի հաղորդվում, որտեվ ինքը գիտի թե դա ինչ է։ Ինքը ուտելու բան որ տենում է, չոքերը թուլանում են։ Ինչ տալիս են ուտում է։ Եվ եթե առաջարկում են ինքը պիտի ուտի անպայման։ Այդտեղ այսքան հաց կլինի թե գցած սեղան, դա ոչ մի տարբերություն չկա։ Եվ այստեղ, բայց իհարկե հայ եկեղեցու բայց հոգևորականներ, բայց սրբազաններ, որ գնացել եք։ Այ որ իրանք դա չեն հասկանում, որտեվ իրանք էլ որ կաթոլիկները մեկն են, իրանք կհաղորդվեն։ Այնտեղ չկան տենց լուրջ հոգևոր սկզբունքների տեր եւ ոմանց դեպքում նաեւ լուրջ հոգևոր գիտելիքների տեր անձինք, որ այդ տարբերությունը իմանան չվերցնեն։ Ես ասում եմ, այդտեղ նստածները հայ եկեղեցու լավագույն կերպարները չեն։ Ասենք որևէ կաթոլիկ չի ընդունի, չէ՞ մեր հաղորդությունը, նույնն է։ Ոչ կգան հաղորդվելու, նույնիսկ եթե մեկնես կհրաժարվեն։ Հիմա ես ասում Սաղմոս 2-ն երգում էր պատարագը Սուրբ Պետրոսի տաճարում եւ հաղորդության ժամանակ վերջում ինձ աստծո շնորհակալություն։ Այլ խնդիր ինքը կարա առաջարկի, որտեղ միևնույն ժամանակ այդ մարդը կարող է չիմանա դու դավանանքով կաթոլիկ ես, ուղղափառ ես, ով ես, առաքելական ես, բայց դու գիտես դու ով ես։